Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Տիրոջ անունով կջարդեմ նրանց Սաղմոս 118:12 Մեր Տեր Հիսուսն իր մահով չփրկագնեց մեր անհատականության միայն մի մասը, այլ լիարժեք տիրապետության իրավունք ձեռք բերեց դրա նկատմամբ։ Իր չարչարանքներով նա ապահովեց մեր ամբողջական սրբագործումը հոգու, շնչի և մարմնի ոլորտներում, որպեսզի մեր էության այդ եռամեկ թագավորությունում ինքն անձամբ թագավորի իր ամենակալ գերազանցությամբ և հետևաբար այն նոր բնությունը, որը Աստված է պարգևում ամեն վերստին ծնված մարդու, պիտի հաստատի Տեր Հիսուս Քրիստոսի իրավունքները։ Ով իմ անձը, քանի որ դու Աստծո զավակ ես, պիտի նվաճես քո էության բոլոր անառիկ բերդերը և քո բոլոր ցանկություններն ու կրքերը հպատակեցնես Հիսուսի շնորհառատ իշխանության արծաթե գավազանին։ Երբեք բավարարված մի զգա քեզ, քանի դեռ իր սեփական արյունով քեզ փրկագնած օրհնյալ Թագավորը չի թագադրվել քո սրտում, որ այնտեղ հաստատի իր գերիշխան թագավորությունը։ Հիշիր, որ մեղքն իշխանություն չունի մեր անհատականության որևէ հատվածի վրա, ուստի մենք բարի պատերազմ ենք պատերազմում Բ Տիմոթեոս 4:7 և օրինավոր կերպով ենք մրցում Բ Տիմոթեոս 2:5 երբ ձգտում ենք Աստծո անունով վտարել այն մեր միջից։ Ով իմ մարմին, դու Քրիստոսի անդամ ես, միթե կարող եմ հանդուրժել քո հպատակությունը խավարի իշխանին։ Ով իմ անձը, Քրիստոսը չարչարվել է քո մեղքի համար և քեզ փրկագնել իր թանկագին արյամբ, միթե թույլ կտամ, որ քո հիշողությունը չարության շտեմարան դառնա, կամ ձգտումներդ անօրենության կայծքար։ Միթե կարող եմ թույլ տալ, որ դատողությունս ապականվի սխալներով կամ կամքս շղթայվի անիրավության կապանքներով։ Ոչ, ով իմ անձը, դու Քրիստոսինն ես, և մեղքն իշխանություն չունի քեզ վրա։ Քաջալերվիր սրանով, քրիստոնյա, մի ընկճվիր, կարծես թե քո հոգևոր թշնամիները երբեք չեն կարող կործանվել։ Դու ի զորու ես հաղթելու նրանց, սակայն քո սեփական զորությամբ նրանցից ամենատկարն անգամ չափազանց ուժեղ կլինի քեզ համար։ Սակայն դու կարող ես և անշուշտ կհաղթես նրանց գառան արյունով։ Մի ասա, ինչպես վտարեմ նրանց, չէ՞ որ նրանք ինձանից մեծ և հզոր են, այլ կարողության համար ամենակարողին դիմիր և խոնարհությամբ սպասիր քո Աստծուն, և Հակոբի հզորը Ծննդոց 49:24 անկասկած օգնության կհասնի քեզ, և դու նրա շնորհքով հաղթության երգը կերգես։